Լրտեսության մեղադրանքով ձերբակալված Գյորգի Ուձիլաուրիի մեղադրական եզրակացությունը վերջինս գտնվում է Պետական անվտանգության ծառայության ժամանակավոր կալանավայրում։ Հետաքննությունը ֆինանսների նախարարության քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի նախկին ղեկավարին մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները առևանգել են մոտ 103 կիլոգրամ մետամֆետամին տեսակի թմրանյութ, այսպես կոչված սև շուկայում դրա արժեքը կազմում է մոտավորապես 30 միլիոն լարի։ Մեկան ձերբակալվել է առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև Վրաստան դրանց ապօրինի ներմուծման մեղադրանքով։ Սկսվել է Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի Գրիգոր Լիլուաշվիլիի գործի էական քննությունը։ Այսօրվա դատական նիստում մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացնել, ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ, որից հետո հայտարարվել է ընդմիջում։ Դատավարությունը անցկացվել է փակ ձևաչափով։ Գրիգոր Լիլուաշվիլին անձամբ ներկա է գտնվել։ Փաստաբանի խոսքով մեղքի համաձայնության մասին խոսք չի կարող լինել, քանի որ Լիլուաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում։ Գրիգոր Լիլուաշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 23-ին։ Մեղադրվում է խմբի կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ, որը նախատեսում է 11-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։ Գյորգի Գախարյայի գործի բովանդակային քննարկումը ընթացքի մեջ է։ Դատավարությունը վերսկսվել է մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտությամբ։ Հարցաքննվել է մեղադրանքի կողմի վկաները։ Մեղադրանքի կողմի տեղեկատվության համաձայն նրանք տարածաշրջանի բնակիչներ էին, որոնք խոսել են տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Փաստաբանի խոսքով Գյորգիի մեղքը հաստատող ապացույցներ չկա։ Նախկին վարչապետը չի ընդունում իր մեղքը։ Գախարյայի մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար, որոնք նախատեսում են 13 տարի ազատազրկում։ Քաղաքային դատարանում շարունակվում է Բաչո Ախալայայի գործի բովանդակային քննությունը։ Հարցաքննվել են մեղադրանքի կողմի 2 վկա՝ հոկտեմբերի 4-ի անկարգացությունների 1 փորձագետ և 1 տուժող, որոնք խոսել են գործում իրենց մասնակցության մասին։ Փաստաբանի խոսքով չկան ապացույցներ, որոնք կհաստատեն, որ Բաչո Ախալայան կազմակերպիչ էր։ Հիշեցնենք, նախկին պաշտպանության նախարարի մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 4-ի անկարգությունների ժամանակ խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար, ինչն էլ նախատեսում է 9 տարի ժամկետով ազատազրկում։ Այսօր պետք է հրապարակվի Միքաձե եղբայրների և Գյորգի Ջոխաձեի գործով դատավճիռը, որոնք մեղադրվում են Լևան Ջանգվելաձեի սպանությունը կազմակերպելու մեջ։ Այս պահին Գյորգի Միքաձեն ներկայացնում է իր եզրափակիչ խոսքը, որից հետո դատավորը կմեկնի խորհրդակցության։ Հատկանշական է, որ դատարանի մոտ ոստիկանական ուժեր են մոբիլիզացվել։ Գյորգի և Դավիթ Միքաձե եղբայրները, ինչպես նաև Գյորգի Ջոխաձեն մեղադրվում են Քրեական օրենսգրքի 25-109 հոդվածի N մասով, որը նախատեսում է պատվերով և շահույթ ստանալու նպատակով սպանության կազմակերպում։ Հանցագործությունը նախատեսում է 16-ից 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Վրաստանի խորհրդարանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Չեռնոգորիա։ Շալվա Պապուաշվիլին կմասնակցի միջերկրածովյան և գործընկեր երկրների խորհրդարանների խոսնակների առաջին գագաթնաժողովին։ Նախատեսված են նրա ելույթը և երկկողմ հանդիպումները։ Պապուաշվիլին միջոցառմանը կմասնակցի որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նախագահ։ Էկոնոմիկայի և պաշտպանության նախարարները հաստատել են Անակլիայի խորջրյա նավահանգստում ծովային ենթակառուցվածքների աշխատանքների մեկնարկը։ Նավահանգստի ջրային տարածքի խորացման և ալեկոծման նախագծման ու կառուցման աշխատանքները կատարում է խոշոր բելգիական ընկերություն։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով հետազոտական աշխատանքները արդեն ավարտվել են և շինարարության համար անհրաժեշտ ժայռային զանգվածները բերվել են տարածք։ Ռետոնի գործարանը արդեն տեղադրվել է գործում և իներտ նյութի պահեստներ են կազմակերպել և ալեկոծումը պաշտպանող այսպես կոչված X-բյուգների ձուլման աշխատանքները ակտիվորեն ընթացքի մեջ են։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացավ 0.25%-ով, կազմում է 8,25%։ Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշում ընդունել է առավոտյան։ Ազգային բանկը բացատրում է, որ դրամավարկային քաղաքականության չափավոր խստացումը նվազեցնում է ռիսկերը, որի նպատակն է արագորեն վերադարձնել գնաճը նպատակային 3%-ի մակարդակին։ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Կողմերը քննարկել են երկրների միջև գյուղատնտեսական եւ ագրոարդյունաբերական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը եւ դրանց զարգացման հեռանկարները։ Նշվել է, որ ակտիվ քաղաքական երկխոսությունը եւ ինստիտուցիոնալ մեխանիզմները, այդ թվում 2022 թվականի հուշագիրը եւ 2025 թվականին ստեղծված համատեղ աշխատանքային խումբը ստեղծում են գործընկերության խորացման արդյունավետ հիմք։ Ուշադրություն է դարձվել նաև առևտրային հարաբերությունների աճին։ Շեշտը դրվել է կենսաբազմազանության եւ պահպանվող տարածքների կառավարման ոլորտում համագործակցության վրա։ Այցի շրջանակներում Դավիթ Սոնգուլաշվիլին հանդիպել է նաև Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարարի հետ, որտեղ կողմերը կենտրոնացել են խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում համագործակցության վրա։